Եթե դու Գրիգոր Լուսավորչի օրինակն եք բերում, այսինքն հաստատում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, էդ էր ձեր ասածը։ Դուք ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, դուք հենց նոր խնդրում եմ նկատել, որ ընդդիմությունը հաստատեց, որ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Լավ, Հերիքա, հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Ղազարյան։ Ես առաջարկում եմ, որպեսզի դուք միանաք մեր նորոգման օրակարգին։ Հայ ժողովուրդը մեզ քվե է տվել, որովհետեւ մենք շարունակենք հայ Սուրբ Առաքելական եկեղեցու նորոգման օրակարգը։ Ես կոչ եմ անում, եթե դուք անհանգիստ եք հայ Առաքելական եկեղեցու ճակատագրով, միանալ այդ նորոգման օրակարգին։ Հակառակ դեպքում, ժողովուրդ, պետք է Նարեկ Կարապետյանը եւ գա այստեղ խոսի, թե այդ ինչ դավանանք է, որտեղ վեհափառը կարող է ունենալ զավակ։ Թող գա եւ ասի։ Այդ ինչ դավանանք է, որտեղ մենք նման բան չենք նկատի։